Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանին, նրա հետ խոսելու ենք հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող իշխանությունների կողմից արշավի, քաղբանտարկյալների, երկրում ներքին արտաքին քաղաքականության մասին։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Փորձենք զրուցել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, ինչպես մատնանշեցիք, որոշակի թեմատիկ շրջանակներ, տրամաբանական հաջորդականությամբ շարժվենք, բոլորիս աչքի առջև այսօր տեղի ունենում ոտնձգություններ հայ առաքելական սուբեկեղեցու նկատմամբ։ Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել սրա մասին խոսել, դեռևս անցած տարվանից պնդում էի, որ գործող իշխանությունները իրենց առջև կարծեք թե առաքելություն են ստանձնել, ոչնչացնել հայկականությունը առհասարակ, կարծեք թե իրենց ծրագրային ալգորիթմով առաջինը դա Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ընդունված է ասել, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ենթարկելն է, բայց կա պարզ ճշմարտություն, հայտնի ճշմարտություն, որ ցանկացած պետություն հետամուտ է որոշակի ոչ միայն ազգային հավաքականության շահերի առաջ մղմանը, այլ իր բնական կենսագործունեությունը մղում է հստակ մշակութային շրջանակներից ելնելով, և Հայաստանի Հանրապետության որպես պետության նպատակներից մեկը դա հայ ժողովրդի ստեղծած հոգևոր, բարոյական և մշակութային ժառանգության պահպանումն է և տարածումն է, և անտարակույս այս հարցում հայ առաքելական եկեղեցին ունի իր յուրահատուկ և կարևորագույն տեղը։ Հիմա փորձելով դատարկել հայկական պետականությունը հայկական դիմագծից, այս իշխանությունը երկրորդիվ անում է ամեն ինչ, որպեսզի կազմաքանդի հայկական մշակույթը և հայկական ինքնությունը ներկայացնող ամենահին, ամենաինստիտուցիոնալ կառույցը հայ առաքելական Սուրբ եկեղեցին, և տեսնում ենք ինչ արշավներ է ընթանում, ինչպիսի այլևս ստեղ գաղտնիք չի, բոլորիս համար հասկանալի է դառնում, որ ուղղակի կոմպրոմատային պատերազմ է վարվում եկեղեցու հոգևոր սպասավորների նկատմամբ։ Ես գիտեք, չեմ ցանկանում գնահատականներ տալ տարբեր հոգևորականների բարձրաստիճան վարքագծին, հանդիպմանը գործող վարչախմբի ղեկավարի հետ, չեմ ցանկանում ոչ թե այդ գնահատականները տալու կարիք չկա, թե մարդկային, թե հոգևոր, թե կրոնական ինստիտուցիոնալիզմի առումով շատ պարզ է, շատ հստակ է ինչ է տեղի ունեցել, ինչպիսի վարք են իրանք գրանցել, ուղղակի պետք է այս մարդկանց հիշեցնել, որ եկեղեցին առհասարակ ինքը դոգմատիկ և հստակ հիերարխիկ կառույց է, որտեղ ամենայն հայոց կաթողիկոսի անձը, խոսքը, վարքը և հորդորները ենթակա չեն արհամարհման կամ խմբագրման, ուստի այն իրավիճակում, որում գտնվում է այսօր Հայաստանի Հանրապետությունը, և այն դիրքորոշումները, որը դրա ուղղությամբ ստանձնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, իդեմս հայոց հայրապետի, շատ բնական են և շատ բարոյական են։ Գործող իշխանությունները փորձում են ամեն ինչ անել ներկայացնելու համար, որ հայոց հայրապետը և իրեն հավատարիմ հոգևորականների շրջանակը փորձում են խառնվել պետության գործերին, այնինչ մենք տեսնում ենք հակառակ պատկերը, որ պետությունն է ջանում ամեն կերպ իր ֆունկցիոնալ պարտականությունները թողած քաղաքականացնել եկեղեցին, իր քաղաքական օրակարգերի շրջանակներում եկեղեցին դարձնել գործիք, և բնականաբար այս գործընթացում չի կարող չլինել հակադարձում ինչպես հոգևորականների, այնպես էլ հավատացյալ ժողովրդի կողմից։ Հետևաբար ցանկացած կոչ կամ ուղերձ, որը հնչում է հայոց հայրապետի կամ նրան հավատարիմ մնացած հոգևորականների կողմից, դա չի կարող դիտարկվել որպես եկեղեցին քաղաքականացնելու փորձ, դա բնական ինքնապաշտպանական գործընթաց է, որտեղ մարդիկ, հոգևորականները
անում են ամեն ինչ եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու եւ նաեւ հայ ժողովրդի շահերը գոնե առնվազն ինքնության տեսանկյունից առաջ տանելու եւ առաջ մղելու ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, բավական երկար ժամանակ է ձերբակալված են եւ քաղաքական բանտարկյալի կարգավիճակում են գտնվում Հանրաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններ, որոնք հանդիսանում են հստակ թեմերի առաջնորդներ եւ այս մարդկանց ներկայությունը քրեակատարողական հիմնարկներում նրանց դարձնում է ոչ միայն քաղաքական բանտարկյալներ, քանի որ նրանք ապօրինի կերպով դատապարտված են քաղաքական խոսքի, երբեմն որոշ դեպքերում ոչ թե քաղաքական խոսքի, այլ ընդհանրապես սեփական կարծիք կամ սեփական դիրքորոշում ունենալու համար, այս մարդիկ նաև դիտարկվում են եւ կարող են որակվել որպես խղճի բանտարկյալներ։ Այս առումով շատ տարակուսելի է, գուցե որոշ դեպքերում տարակուսելի չի նաև միջազգային կառույցների լռությունը, թեպետ երբեմն մենք տեսնում ենք, որ որոշակի միջազգային կառույցներ ի վերջո սեփական շահեր եւ ճշմարտության ու խղճի դեմ չմեղանչելու համար ընտրում են ճշմարտությունը պաշտպանելու ճանապարհը, բայց այստեղ էլ պետք է նշել, որ կարևոր դերակատարություն ունեն նաև Հայաստանում գործող տարբեր քաղաքական ուժեր, կուսակցություններ, մասնավորապես չխորշենք դա բարձրաձայնելուց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ով իր միջազգային կապերը ամեն կերպ օգտագործում է եւ ջանք չի խնայում, որպեսզի միջազգային կառույցներին հասանելի եւ լսելի դարձնի այն իրավիճակի մասին, որը տիրում է Հայաստանում, քաղաքական բանտարկյալների առկայության, խոսքի ազատության մասով եւ ընդհանրապես մարդկանց այսպես ասած բարոյական կոմֆորտի տեսանկյունից իրենց ազատ զգալու եւ իրենց դիրքորոշումները արտահայտելու համար։ Ես շատ խոսուն օրինակ եմ ուզում հիշել, օրեր առաջ հայկական լրատվականներից մեկը տարածել էր փողոցային հարցման մի դրվագ, որտեղ քաղաքացուն մոտենում են եւ ասում են ինչ կարծիքի եք գործող իշխանության մասին եւ քաղաքացին շատ հետաքրքիր եւ շատ դիպուկ կերպով պատասխանեց, ասաց շատ բան կարող եմ ասել, բայց ժամանակները այնպիսին են, որ ուղղակի վախենալու է սեփական կարծիքը արտահայտել։ Սա գործող իշխանությունների ամենացցուն եւ ամենավառ գնահատականն է, որը կարող է տրվել եւ ներքաղաքական իրավիճակի առումով եւ Հայաստանի հետընթացի տեսանկյունից իր միջազգային իրավունքների կատարման առումով, մասնավորապես խոսքի եւ խղճի ազատության առումով։ Այս տեսանկյունից մտահոգիչ է նաեւ 3 դեկտեմբերի 1-ով լուծարման փուլ մտավ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը Արցախի հիմնախնդրով զբաղվող միակ մասնագիտացված եւ միջազգային կառույցներ, ինչով ասա խնդրահարույց, նախ սրանով կարծեք թե փորձ է արվում Արցախի խնդիրը եւ արցախահայության իրավունքների իրացումը ընդհանրապես փոշիացնել, դուրս նետել քաղաքական իրականությունից, առհասարակ մարդկային իրականությունից, այնուհանդերձ այստեղ կան անձամբ ես այլ վտանգներ եւս տեսնում եմ, որոնք են այդ վտանգները, եթե Աստված մի արածце հաջողվի հասնել ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխությանը, ապա դա գործող իշխանությունների ձեռքին կարող է դառնալ հարմար առիթ եւ հաշվի առնելով ԵՀԿ Մինսկի լուծարման փաստը հետապնդումներ նախաձեռնելու Հայաստանի նախկին նախագահների ուղղությամբ, որի մասին սույն իշխանությունները բազմիցս անգամ խոսել են եւ ամենացավալին կայանում է նրանում, որ նման թեզեր տարածելիս իրենք երկրորդում են մի քանի օր ընդամենը պաուզայով, հա մի քանի օր անց կրկնում են այն թեզերը, որոնք բարձրաձայնվում են Ադրբեջանում։ Իսկ Աստված մի արածце նման հեռանկարի պայմաններում
հայկական պետականությունը ուղղակի կանգնելու է իր ողնաշարի կոտրման փաստի առջև, որը բերելու է ոչ միայն հայկական պետականությունը կասկածի տակ դնելու ռիսկի կամ վտանգի առջև, որի մասին արդեն գրեթե բացի-բաց խոսում է ադրբեջանական կողմը, այլ նաև կասկածի տակ է առնվելու հայկական գործոնը առհասարակ աշխարհում, եթե դրան գումարվի նաև եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունները։ Բնականաբար սույն գործընթացները, որոնք տեղի են ունենում, չեն կարող իրենց անդրադարձը չունենալ ներքաղաքական կյանքում, ներքաղաքական գործընթացների խմորումների վրա, դրանք ուղղակիորեն պրոյեկտվելու են տարբեր քաղաքական ուժերի կողմից սպասվող, փափագվող 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ես դեռևս մեկ ամիս առաջ ֆիքսել էի, որ գործող իշխանության ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս հստակ միտք արտահայտեց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելուց հետո ինքը գնալու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը եւ դա կդրվի քվեարկության, ենթադրենք ընտրությունների հետ զուգահեռ, այսինքն գործող վարչախմբի ղեկավարը արդեն իսկ համարում է, որ ինքը այդ ընտրություններում հաղթել է եւ համարձակվում է դրանով իսկ հայտարարել այն անելիքները, որը ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը բերելու է Հայաստանի Հանրապետության սուվերենության անկմանը եւ մի շարք վտանգավոր գործընթացների։ Հաջորդիվ, եթե չեմ սխալվում, ԵԽԽՎ-ում մեր բարձրացրած, այսպես ասած, տարակուսանքից հետո վերջինս այդ ելույթը խմբագրեց, հայտարարեց, որ եթե ես այդ ընտրությունները հաղթեմ, ապա ես նոր կփոխեմ սահմանադրությունը, ավելացնելով, որ ես վստահ եմ, որ այս ընտրությունները հաղթելու եմ, որովհետև ինչպես կարող է մեր հասարակությունը դեմ լինել խաղաղության օրակարգին։ Այսինքն նման մտքերը, նման կոչերը, որոնք արվում են աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ուղղակի հավաստիացնում են այն փաստը, որ մոտալուտ ընտրությունները, եթե կազմակերպվեն գործող իշխանությունների կողմից, դրանք ոչ թե լինելու են ուղղակի կառավարություն խորհրդարան, ապա կառավարություն ձևավորելուն ուղղված ընտրություններ, այլ դրանք լինելու են ընտրություններ, որտեղ դրվելու է Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու հարցը, դրվելու է անկախության հռչակագրից հրաժարվելու հարցը, որը բերելու է Հայաստանի Հանրապետության սուվերենության լիարժեք անկման, բերելու է արցախահայերի իրավունքների պաշտպանության ջանքերի լիակատար փոշիացման եւ նաեւ մի շարք այլ խնդրահարույց կետեր, որի մասին բազմիցս խոսում է գործող վարչախմբի ղեկավարը, մասնավորապես կարող է հարց բարձրացվել նախկին նախագահների ձերբակալման մասով, կարող է հարց դրվել նաեւ ազգային կուսակցությունների փակման հետ կապված հետապնդումներ, ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը որևէ կերպ չի խորշում իր հակառակորդներին, իր գաղափարակից Հակոբյաններին ճաղերի ետևում տեղավորելուց եւ իզմեր չունենալով չունի նաեւ սահմաններ քաղաքական պայքարում եւ եթե մենք չկարողանանք այնպես անել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդի իշխանության փոփոխություն հեռանկարները մեզ համար այդքան էլ գունավոր չեն լինի։ Ինչ վերաբերում է ընտրությունների գործընթացին եւ հնարավորություններին ընտրություններով այս իշխանությանը փոխելու, այստեղ ես հակված եմ այն տարբերակին, որ այո, թե մենք հույսը դնում ենք Աստծո վրա, կարելի է հույսը դնել Աստծո վրա, բայց Աստված ասում է, ես ձեզ խելք եմ տվել, բանականություն եմ տվել, գնացեք եւ գործեք։ Ինչի՞ եմ ես նման միտք արտահայտում, որովհետեւ ակնհայտ է, եթե իշխանությունը գնում է քաղաքական բանտարկյալների թիվը ավելացնելու, ազատ խոսքի նկատմամբ ճնշումներ բանացնելու ճանապարհով, որևէ բան իրեն չի կասեցնելու ընտրությունների նախօրեին իր հնարավոր եւ ամենահիմնական
մրցակիցներին խոչընդոտելու, տարբեր պատրվակներով քրեական հետապնդումների ենթարկելու, ձերբակալելու ճանապարհով եւ իմ համար տարակուսելի է այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր սույն պայմաններում հավատում են, որ կարելի է արդար ընտրություններով այդ մոտեցումները նաև կասկածելի իմ ասած փաստարկներից ելնելով հասնել գործող իշխանությունների փոփոխությանը։ Կա նաև մեկ այլ վտանգավոր տենդենց, տարբեր քաղաքական ուժեր, հատկապես քաղաքական դաշտում նոր դիրքավորողները սկսել են որոշակի կեցվածք դրսևորել, իրենց մեկնարկը սկսելով նախկին նախագահներին կոչեր հղելով, որ եթե իրենք մասնակցեն ընտրություններին, ապա դա բերելու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը, հետևաբար պետք է իրանք չմասնակցեն, որպեսզի այդ վարկանիշը անկում ապրի։ Անհասկանալի է այս տրամաբանությունը, եւ եթե մենք դիտարկենք նախկին ընտրությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել, խոսքը ստիմ ընտրությունների մասին է, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Գյումրի քաղաքում, Էջմիածին քաղաքում ընտրությունները ունեն երկու կարևոր առանձնահատկություն։ Հասարակության մեծամասնությունը գտնվում է պասիվ ապացիկ վիճակում, չի ցանկանում մասնակցել որևէ ընտրությունների, եւ երկրորդ հանգամանքը նման փոքր ուժերը կամ նման փոքր կուսակցությունները չկարողանալով համարժեք դիրքավորվել եւ չկարողանալով վաստակել մեր քաղաքացիների համակրանքը, ուղղակի զբաղվում են ձայների փոշիացմամբ, ինչը բերում է գործող ռեժիմի ուղղակի այսպես ասած վերարտադրությանը։ Մենք այս ամեն ինչը տեսել ենք եւ Երևան քաղաքում նույնը կատարվեց Էջմիածին քաղաքում, այսինքն երբ որ 4-5 կուսակցություններ միասին փոշիացնում են օրինակ 12% ձայն, հատկապես ցածր մասնակցության պայմաններում, սա է հիմնական գրավականը, որը նպաստում է գործող վարչախմբի վերաթողարկմանը, այսպես ասած, այլ ոչ թե նախագահների կամ նրանց շուրջ գտնվող, նրանց սատարող ուժերի մասնակցությունը քաղաքական ընտրություններում, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի այս մասով, նման հարց չի քննարկվում մեր կուսակցությունում, մեր խնդիրը իմպիչմենտի գործընթացը, ինչպես ժողովուրդն է ասում բարով խերով, տեղ հասցնելն է, երկրորդ նախագահան դեռևս փետրվարից է հայտարարել, որ ինքը կմասնակցի այդ ընտրություններին, դա իր եւ իր թիմի գործն է, առաջին նախագահի կողմից եւս դեռևս հստակ դիրքորոշում չկա եւ այս պարագայում փորձել անընդհատ թիրախավորել նախկին նախագահներին, ասելով, որ նրանց մասնակցությունը ապահովում է Նիկոլ Փաշինյանի համար հակառեյտինգ, ուղղակի արդարացի չէ, որովհետև մյուս կողմից անհասկանալի է դառնում, թե այդ քաղաքական բացը կամ այդ քաղաքական վակուումը որ ուժերը պետք է կարողանան լցնել եւ կարողանալու են լցնել, թե ոչ։ Ընդհանուր առմամբ այսօրվա իրականության հետ կապված իմ մոտեցումները, իմ խոսքը այսքանն էին, բավարարվենք երևի այսքանով, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։